Բաստուր Մաչոներ ջան, այսօր միասին մենք կտրելու ենք մեր խոզի ֆիլեով պատրաստած բաստուրման, որը որ պատրաստել ենք միասին։ Մենք ունեինք մի կտոր երկար, հենց սկզբից, որ մենք դրել էինք աղի մեջ, մեկ էլ 5 հատ մանր, այս 5 մանրները։ Հիմա ստեղից վերցնում ենք մի հատ փոքրը, մեկ էլ մեր հիմնական մեծը։ Մենք թաթախել ենք չեչոտ ջամանով, հիմա կտրում ենք բաստուրման։ Մեջտեղը, ինքը խոզի ֆիլեով է պատրաստված։ Հիմա մյուսն ենք կտրում։ Ընկերներ ջան, հիմա ստեղ կարևորը գիտեք ինչն է։ Խոզի միսը տավարի մսից տարբերվում է իր սպეციფიկ գույնով։ Տավարի միսը ինքը վառ կարմիր է, իսկ խոզինը ինքը չի կարող այդ կարմրությունը ստանա։ Մեր խնդիրը էլի ոնց որ միշտ էլի իր այս բաժանվելն է։ Հələ մի հատ նայեք, ինքը ոնց է պոկվում։ Նույն մեր ատամներն են, ոնց որ միշտ ասում եմ, պոկում են ու սկսում են ծամել։ Այսինքն Հիմա եթե մենք վերցնենք օրինակ ստեղից ամենահաստը որն ենք կտրել, երևի էս առաջինն է։ Հիմա ամենահաստը հələ նայեք, հաստ կտորն է ամենա։ Նույն ձևի մենք մանրացնում ենք հələ։ Ինքը ոնց է պոկվում իրարից։ Շատ լավ ստացել ենք որպես խոզի ֆիլե, պատրաստել ենք խոզի ֆիլեով։ Էսի հիմնական առաջի մեծ կտորն է։ Հիմա այն փոքր կտորն ենք կտրում, որը որ ես տեսանյութերում միշտ ասել եմ բոլորի տներում կարար լիներ բաստուրման։ Նայեք, եթե մենք իրան սենց կտրենք, ինքը ճիշտ է լինելու, ոնց որ այս կտորն էր։ Պատկերացրեք, այս նույն կտորը սենց, ինքը ճիշտ հյուսվածքով է լինելու։ Իսկ այս ձևով, որ մենք կտրում ենք, ճիշտ հյուսվածքը չի իրա, սխալն է։ Բայց եթե process-ը ճիշտ պահպանել ենք, ինքը որպես փոքր կտոր ավելի ոնց որ մքացել է։ Փոքր կտորն է, նույն ֆիլեի։ Բոլորի տներում սենց պուճուրիկ կտոր կհայտնվի միշտ։ Իրանք նույն բանն են, սենց որ նայում ենք ընկերներ ջան։ Նույն տեսք ունեն, նույն երանգները ունեն իրար հետ։ Նույնը կտրում ենք սենց ատամները։ Ստացել ենք նորմալ բաստուրմա։ Իր արտաքին տեսքն էլ է նորմալ, չամանն էլ իր վրա լավ պահել է։ Կշարունակենք հետո մնացած կտորները կտրել, որը որ միասին պատրաստել ենք։